Բարև ձեզ Factor TV հյուրը ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանն է, ողջույն պարոն Գասպարյան։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Շնորհակալություն գալու համար, տեսեք, ռուս-ամերիկյան, ուկրաինական այս բանակցությունների զուգընթաց նաև տեղի են ունենում քաղաքական հայտարարություններ, որոնք ֆոնը դարձնում են բավականին լարված։ Պուտինն ասում է, որ Ռուսաստանը անկասկած կհասնի իր նպատակներին Ուկրաինայում, շատ վստահ է, այդ թվում ռազմական ուժով գրավելով այն տարածքները, որոնք ռուսական են, ըստ իրեն, հա, իսկ Զելենսկին հիմնվելով Պուտինի այս հայտարարության վրա, ասում է Մոսկվայից կրկին ազդակներ ստացան, որ շարունակում են պատերազմը եւ շարունակելու եւ լավ կլինի ամերիկացիները սա տեսնեն, որոնք որոշ գործընկերներ, ամերիկացիներ մեզ ասում են, որ Ռուսաստանն ուզում է դադարեցնել պատերազմը, մինչդեռ ազդակները ճիշտ հակառակի մասին են, ինչպես է գնահատում այս գործընթացները, պարոն Գասպարյան։ Խաղաղության իմիտացիա, որը կատարվում է Պուտինի կողմից, նախ ես համաձայն չեմ, որ ձեր այն պնդման հետ, որ Պուտինը վստահ է։ Պուտինի երեկվա անում ուղղակի ինքը ասում է ես վստահ եմ։ Դե ասում է, ես էլ ասում եմ, որ ես չինացի եմ։ Այսինքն Պուտինի երեկվա պաշտպանության նախարարության ընդլայնված կոլեգիայի նիստի ելույթը, եթե դուք լսել եք, այնտեղ Պուտինի ձայնը դողում էր եւ ակնհայտ անվստահություն կար։ Պուտինը լավ է հասկանում, որ իր վերջը մոտենում է, Պուտինը լավ է հասկանում, որ իր ռեսուրսները քաղաքական, տնտեսական, ռազմական շատ արագ հալվում են, սպառվում են, մաշվում են, հյուծվում են, բայց ինքը ուրիշ ելք չունի, ինքը իրեն դրել է այնպիսի վիճակում, որ ուզի թե չէ պիտի պատերազմը շարունակի, որտեղ պատերազմը Պուտինի համար դարձել է պաշտոնին մնալու եւ կենթանի մնալու միակ միջոցը։ Հետևաբար սա խաղաղության իմիտացիա է։ Ինչ վերաբերում է ամերիկացի որոշ պաշտոնյաների, որոնք հավատում են, որ Ռուսաստանը կկանգնեցնի հավատում է Ստիվ Վիտկոֆը, որովհետև Կիրիլ Դմիտրիևի հետ լավ հարաբերություններ ունի, համատեղ բիզնեսներ ունի։ Միգուցե հավատում է, չգիտեմ, Ջեյ Դի Վանսը կամ Ջարեդ Քուշները, բայց ամերիկյան վերնախավի մեծամասնությունը, գերակշիռ մեծամասնությունը լավ են հասկանում, ով է Պուտինը եւ ինչ է իրականում նա ցանկանում։ Մարկո Ռուբիոից սկսած մինչև սենատորները, կոնգրեսականները եւ այլն, deep state-ը։ Եվ ես կարծում եմ, որ այս ամեն ինչը ի վերջո բերելու է նրան, որ Պուտինը այնպես է անելու, որ սեփական երկիրը կործանվի, որովհետև մասնագետների գնահատմամբ Ռուսաստանի տնտեսությունը կրախի առջև է կանգնած։ Ռուսական բյուջեի պակասորթը արդեն հիմա պաշտոնական թվերը նկատի ունեմ Ռոստատը, էկոնոմիկայի նախարարությունը 5.7 տրիլիոն է, իսկ շատ մասնագետներ ասում են, ռուս մասնագետներ, որ պակասորթը կարող է մինչև 8-9 տրիլիոն հասնել։ Գնահատում Պուտինը դրան հակադրում է 300 բնակավայր վերցնելու թիվը, ասում է 25-ը հաջող էր մեզ համար, այսինքն ստացվում է տնտեսական կրախի վտանգ, բայց նաև զավթումներ Ուկրաինայի տարածքի։ Գիտեք ինչ, Պուտինը կարող է շատ բան ասել, բայց եթե նայենք քարտեզին կտեսնենք, որ վերջին 3 տարիների ընթացքում, այսինքն 22 թվականի նոյեմբերից 3 տարուց ավել է արդեն, նրանք գրավել են Ուկրաինայի տարածքի 1.5%-ը ընդամենը, տալով 100 հազարավոր զոհեր, 100 հազարավոր։ Եվ այն մսաղացը, որ հիմա մենք տեսնում ենք ռազմաճակատում, դրա վառ վկայությունն է, միասնոյ շտուրմներ, մսաղաց մարդկանց Ռուսաստանը ունի այդ ռեսուրսը։ Ունի մարդկային ռեսուրսը ունի, բայց դա էլ անվերջ չի, անսպառ չի եւ դա արդեն իրևս վերջանում է եւ դրա մասին է վկայում այն, որ Ռուսաստանի շատ ռեգիոններ արդեն կրճատում են կամ վերացնում են վճարները պայմանագրային զինվորների համար, այսինքն սպառվում է եւ կամավորների քանակն է պակասում, մարդիկ արդեն այդքան ոգևորված չեն կամավորագրվում ռուսական բանակ, որտեղ տեսնում են, որ զինվորի միջին կյանքը ռազմաճակատում մի քանի օր է տևում։ Մարդկային ռեսուրսն էլ է սպառվում, այնպես որ բոլոր ռեսուրսները Ռուսաստանի սպառվում են եւ մենք շատ մոտ ապագայում տեսնելու ենք ռուսական տնտեսության բանակի քաղաքական համակարգի փլուզում։ Իդեպ Ռուսաստանի մասնատման եւ փլուզման մասին խոսում են արդեն չինական ԶԼՄ-ները։
Չինական ԶԼՄ-ները, ես երեք իմ Facebook-յան էջում տեղադրեցի այդ նյութերը, ցանկացողները կարող են տեսնել եւ չինացիները բաց տեքստով ասում են, որ մենք պիտի պատրաստ լինենք այն պահին, երբ որ Մոսկվայի կենտրոնական իշխանություններում քաոս տիրի, եւ այդ ժամանակ մենք պիտի անտեր չթողնենք Ուսուրի գետից դեպի արևմուտք գտնվող տարածքները 400,000-ից մինչև 1 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք, որոնք ժամանակին 19-րդ դարի վերջին տրվել էին Ռուսաստանին։ Գնայք, պարոն Գասպարյան, ձեզ չի թվում, որ Պուտինին հաջողվել է այս տասնամյակների ընթացքում Ռուսաստանում վերից վար ավտորիտար այնպիսի համակարգ ստեղծել, հատուկ ծառայությունների իշխանություն ըստեյություն, կլեպտոկրատիա, ոչ թե քաղաքական իշխանություն, որ մրցակցային ընտրություններով է փոխվում, այլ այսպես ավտոկրատ ռեժիմ, որը վախի, փողի ռեսուրսներով է սնվում, նաև պատերազմի ռեսուրսով է սնվում, այսինքն ընդդիմությունը ոչնչացված է, ազատ ԶԼՄ-ները ոչնչացված է, սա ոնց կարող է խոցելի համակարգ լինել, որ մի հատ է փլուզումից խոսենք։ Բոլոր նման համակարգերը հենց խոցելի են եւ փլուզվում են մեկ ակնթարթում։ Չաուշեսկու, անգամ մեսենջերներն են արկելում, Չաուշեսկու, Կադաֆի, ես ցիտեմ, եթե չեմ սխալվում, Բորիս Նեմցովն էր ասել, թե մեկ ուրիշը, հիմա լավ չեմ հիշում, բայց շատ դիպուկ էր ասվել, ով էլ որ ասել էր, բոլոր պետությունները ունեն իրենց մաֆիան, Ռուսաստանում մաֆիան ունի իր պետությունը, այսինքն Ռուսաստանում մաֆիան գրավել է պետությունը, մաֆիա ասելով ես նկատի ունեմ ՖՍԲ-ն, չեկիստական այն համակարգը, որը 99 թվականներից լիարժեք 99 թվականից, երբ որ Պուտինը եկավ իշխանության, լիարժեք տիրացավ պետական բոլոր ինստիտուտներին։ Ուզում եմ ասել մի քիչ չափազանցված չէ։ Ոչ, սա մաֆիոզ, դասական մաֆիոզ կլեպտոկրատիկ համակարգ է, որի փլուզումը լինելու է մեկ ակնթարթում։ Սա համակարգի փլուզումը, չէ, շատերը ասում են Պուտինից հետո մեկ ուրիշ Պուտին կգա, Պատրուշև կգա, բայց դա համակարգը Ռոբերտ ջան այնքան նեխած եւ փտած է, որ երբ որ այդ փլուզումային զարգացումները լինեն, ով էլ լինի Պուտինից հետո չի կարողանալու փրկել այդ համակարգը դատապարտված է։ Ինչով է ապրեսնում Պուտինը այդ համակարգին, որը մեկ այլ հաջորդին չի հաջողվելու դա պահել։ Հիմա վերջին ռեսուրսներն է սպառում, ես ասեմ ձեզ, որ ռուսները արդեն վաճառել են իրենց պահուստային ֆոնդի մեծ մասը, լիկվիդային մասը ծախսել են, ասինքն յուանները եւ դոլար եվրոները սառեցված է, բայց յուանները, իսկ ոչ լիկվիդային մասը, ասենք ոսկու պաշարների 2/3 արդեն վաճառված է, այսինքն նրանց բյուջեի դեֆիցիտը հիմա նրանց ստիպում է հարկերը բարձրացնել, փող տպել, ինֆլյացիան գնաճը սրընթաց մեծանում է եւ դա երկար տևել չի կարող։ Ես հիշում եմ Զբիգնև Բժեզինսկին դեռևս 2017 թվականին շատ դիպուկ ասեց, որ նոր աշխարհակարգը ստեղծվելու է առանց Ռուսաստանի փոխարեն եւ Ռուսաստանի տեղում։ Եվ մենք հիմա հենց դա ենք տեսնում, իմ բառերը թող ոչ մեկ չափազանցություն չհամարի, կապրեք կտեսնեք եւ կհամոզվեք, թե ես որքանով էի ճիշտ եւ իդեպ ասեմ, շատերը արդեն գալիս են այդ կարծիքին, որ Ռուսաստանը փլուզման շեմին է կանգնած եւ իրենք ռուսները եւ արտասահմանցի մասնագետները լուրջ են տալում Պուտինի իշխանության եւ հավատում է, որ պատերազմը կկանգնես, այսինքն գիտեք Թրամփի նաև իր թիմակիցների, այսպես նեղ շրջապատի կողմից նույնիսկ խոսքային մակարդակում վիրավորանք, պիտակավորում, հանցագործ, չգիտեմ, մարդահասպան Պուտինի հասցեն, չի ինչում, նրանք իրապես հավատում են, պարոն Գասպարյան, որ հնարավոր է հասնել բանակցություններ պատերազմի։ Դուք նկատի ունեք Թրամփի խոսքերը։ Թրամփի շրջապատը տարբեր գործիչներ, այսպես նրանք դեմոկրատներից տարբերվում են գոնե իրենց խոսքում չպիտակավորելու մարտավարությամբ, այն հույսով Թրամփը մի անգամ ասում էր, դուք ո՞նց եք պատկերացնում, ես ասեմ հանցագործ Պուտին եւ զանգեմ, ասեմ կարող ենք բանակցել, այսինքն բանակցությանը հույս են դնում։ Դա միամտություն է, թե պետությունը, որը փորձում է ամեն դեպքում այսպես այդ բանակցային ռեսուրսը օգտագործել։ Ոչ, պարզապես ի տարբերություն Ջո Բայդենի, նախագահ Թրամփը ընտրել է ակտիվ եւ ես կասեի նույնիսկ ագրեսիվ դիվանագիտության քաղաքականություն։ Եթե հիշում եք, Բայդենը որևէ երկխոսություն Պուտինի հետ չէր վարում, Պուտինին անվանում էր մսագործ, butcher, killer, ագրեսոր, մարդասպան, մսագործ, butcher եւ այլն։ Բայց քայլերի առումով
Բայդենը շատ բաներ թույլ չէր տալիս Ուկրաինային, օրինակ հարվածել տանկերներին, հարվածել նավթավերամշակման գործարաններին, վախենալով էսկալացիայից, no escalation։ Հիմա որն է լավ, Բայդենը, որը խոսույթով շատ ագրեսիվ էր, բայց իրական քայլերի առումով ոչ, թե Թրամփը, որը Պուտինի հետ երկխոսություն է վարում, նրան չի անպատվում եւ այլն, բայց թույլ է տալիս Ուկրաինային հարվածել նավթավերամշակման եւ ոչ միայն թույլ է տալիս, կոորդինատները նավթավերամշակման գործարանների Ուկրաինան ստանում է ամերիկյան սպուտնիկների կողմից, ամերիկյան հետախուզության միջոցով, տանկերների կոորդինատները, գազատարների կոորդինատները եւ ռուսները իրենք դա խոստովանում են, որ Ուկրաինան հարվածում է, որովհետեւ Ամերիկան տալիս է իրենց այդ տեղեկությունները եւ հետախուզական ՆԱՏՕ-ի միջոցով, այսինքն եթե կոնկրետ եւ սանկցիաներ մտցրեց Ռոսնեֆտի եւ Լուկոյլի հանդեպ, շատ ցավոտ սանկցիաներ, որը նույնիսկ Պուտինը, եթե հիշում եք, կարծեմ Բիշկեկում դժգոհեց, ասեց ես անակնկալի եկա, ես չէի սպասում, ամեն ինչ լավ էր, մենք Ալյասկայում հանդիպեցինք, մեկ էլ հոպ սանկցիաներ։ Այսինքն խոսքերը քաղցր խոսքեր, բայց գործնականում Թրամփի քաղաքականությունը Պուտինի հանդեպ շատ ավելի ագրեսիվ է, քան Բայդենի քաղաքականությունը։ Սա մեկ, երկրորդը Թրամփը չի դադարեցրել Ուկրաինային տրվելիք օգնությունը, պարզապես օգնության ձևն է փոխվել։ ՆԱՏՕ-ի խողովակով։ ՆԱՏՕ-ի խողովակով նրանք գնում են այդ զենքը, փող են տալիս, առնում են եւ տալիս են Ուկրաինային։ Այսինքն կնեք կարելի է ռիսկը հաղթարված համարել, որ Թրամփը զենք չի տա Ուկրաինային, կապիտուլյացիայի կմղի եւ այլն։ Ես կարծում եմ, որ եվրոպացիները շատ պայքարեցին, նաեւ ՆԱՏՕ-ի երկրներ, որ դա տեղի չի։ Ես կարծում եմ, որ Թրամփը ստիպված կլինի խստացնել իր քայլերը Պուտինի հանդեպ, մոտակա շաբաթներին ինչու եմ սա ասում։ Եկող տարի նոյեմբերին սպասվում են կոնգրեսի միջանկյալ ընտրություններ եւ այդ ընտրություններում դեմոկրատների հաղթանակը հանրապետականների եւ Դոնալդ Թրամփի համար մահացու վտանգավոր բան է։ Նա կկորցնի հեղինակություն, իր նա կկորցնի միանշանակ վերահսկողություն կոնգրեսի սենատի հանդեպ եւ այլն։ Սա մեկ, երկրորդը Էփշտեյնի ֆայլերը շուտով հրապարակվելու են եւ դա եւս խալխլելու է Թրամփի դիրքերը եւ երրորդը Deep State-ի ճնշումը եւ սեփական կուսակիցների ճնշումը Ուկրաինային շարունակել օգնություն տալ եւ ավելացնել այդ օգնությունը եւ այլն։ Այս հանգամանքների բերումով մինչեւ Սուրբ Ծնունդ վերջին ժամկետն է Պուտինի համար խելքի գալու։ Եթե մոտակա այս weekend-ին Կիրիլ Դմիտրիևի եւ Վիտկոֆի բանակցությունները Մայամիում արդյունք չտան, իսկ ես վստահ եմ, որ արդյունք չեն տա, որովհետեւ Պուտինը եւ Պեսկովը արդեն հայտարարեցին, որ որևէ զինադադար չի լինի 26 թվականին պատերազմը շարունակվելու, ապա նրանք ստիպված են լինելու եւ սանկցիաները կոշտացնել եւ արդեն այդ խոսակցությունը կա Բլումբերգը հրապարակեց երեք, որ Սկոտ Բեսենթը ֆինանսների նախարարը հանդիպել է արդեն եվրոպացի դիվանագետների հետ եւ ասել է, որ մտադիր են կոշտացնել նոր սանկցիաների պատետ մտցնել ԱՄՆ-ն, Դոնալդ Թրամփը նավթային սեկտորի վրա եւ մասնավորապես տանկերների վրա եւ նաեւ չի բացառվում տոմոհավքների հարցը։ Նույնիսկ եթե տոմոհավքներ չփոխանցի, ապա կանանչ լույս կվառի Ուկրաինային հարվածելու Մոսկվային սեփական հրթիռներով։ Ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ Ուկրաինան արդեն ունի սեփական արտադրության եւ թեվավոր Նեպտուն, Ֆլամինգո եւ բալիստիկ հրթիռներ, Սապսան հրթիռներ, հեռահար հրթիռներ 500-ից 1000, 3000 կիլոմետր, 450 կիլոգրամից մինչև 1 տոննայից ավել մարտագլխիկով, որոնց միջոցով արդեն որևէ օտար երկրի կարծիք չհարցնելով Ուկրաինան կարող է այդ հարվածները անել եւ ես կարծում եմ, որ մենք դա շուտով կտեսնենք։ Կրկնում եմ, ռուսական չարիքի կայսրությունը կանգնած է կործանման եւ մասնատման շեմին։ Եվ մենք դա շուտով տեսնելու ենք։ Պարոն Գասպարյան, տեսեք, երկու կողմից, հա, Ռուսաստանը պահանջում է, որ Ուկրաինան Դոնբասի տարածքները ազատի, այն տարածքները, որ ռուսական բանակին չի հաջողվել զավթել, մարդիկ պաշտպանել են իրենց տարածքը, Ուկրաինայի սուվերենիտետը, բայց Պուտինը ռուսական հող է համարում եւ պահանջում է դուրս գալ որպես պատերազմի դադարեցման պայմաններից մեկը, հա։ Մինչդեռ Ուկրաինան շատ կոնկրետ անվտանգային երաշխիքներ է պահանջում, վերջերս գիտենք, որ տեղի ունեցավ Բեռլինում բանակցություններ, որոնցից հետո նախագահ Զելենսկին ըստ էության ասում էր, որ
Ուկրաինան, ԱՄՆ-ն, Եվրոպան նախնական պայմանավորվել են Կիևի համար անվտանգության երաշխիքների շուրջ, որոնք բովանդակության նման են ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին, եւ ամերիկացի պաշտոնյաներից մեկը BBC-ին ասել էր, որ նախագահ Թրամփը կարծում է ինքը կարող է համոզել Ռուսաստանին համաձայնվել Ուկրաինայի համար նման համարյա նատոական երաշխիքներ։ Եկեք երկու կողմերի այսպես պահանջների եւ կարմիր գծերին էլ մոտենանք, մեկը Դոնբասի տարածքների ազատում, ինչքանով դա իրագործելի է նաեւ կյանքում, հա, այսինքն զինվորականներ, որոնք արյան գնով պաշտպանել են, հիմա պետք է ասեն հեռացեք այդ տարածքից, Ուկրաինայում նաեւ ներքաղաքական պրոցեսներ գեներացնելով, եւ երկրորդը նատոական համարյա երաշխիքներ, դա ինչքանով հավանական է, արդյոք ՆԱՏՕ-ի ներսում չեն գտնվի ուժեր, որոնք այսպես կտորպեդահարեն դրան, կամ հենց ԱՄՆ-ն պատրաստ է արդյոք նման երաշխիք տալ Ուկրաինային։ Որքանով մենք գիտենք եւ տեղյակ ենք բաց աղբյուրներից, Բերլինի բանակցությունների արդյունքում հաջողվեց համաձայնության գալ անվտանգության երաշխիքների շուրջ, դրանք նման են ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածին եւ ենթադրում են այնպիսի մեխանիզմներ, որոնք ունի օրինակ Հարավային Կորեան եւ Ճապոնիան, այսինքն ԱՄՆ-ի կողմից անվտանգային խիստ հստակ երաշխիքներ, կոնգրեսի սենատի կողմից ամրագրված, այսինքն իրավականորեն ամրագրված եւ պարտադիր ուժ ունեցող, այսինքն որևէ ԱՄՆ նախագահ չի կարող դրանց չեղարկել կամ դրժել այդ պատասխանատվությունը, պարտականությունը եւ դրանք ենթադրում են ԱՄՆ-ի կողմից զինադադարի վերահսկողություն եւ նույնիսկ ռազմական մասնակցություն զինադադարի խախտման դեպքում, դրանք ենթադրում են միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում Ուկրաինայի տարածքում, Եվրամիության, Կանադայի, Բրիտանիայի խաղաղապահ ուժերի եւ այլն։ Եվ սա շատ դրա խոցելի կետը այն է, որ Պուտինը պետք է համաձայնվի։ Պուտինը չի համաձայնվի, ես նորից եմ ասում, Ռոբերտ ջան, զինադադար չի լինի, պատերազմը չի դադարի։ Այս ամեն ինչը, որ մենք խոսում ենք, բանակցությունները այդ Զելենսկին լավ ասեց, ասում է կորեական պատերազմի ժամանակ բանակցությունները խաղաղության, զինադադարի շուրջ տևեցին 3 տարի, մինչև որ չմահացավ Ստալինը։ Հիմա լինելու են նույնը, բանակցությունները կշարունակվեն, կտևեն այնքան ժամանակ, քանի դեռ կենթանի է Վլադիմիր Պուտին անունով այդ հանցագործը, ճիվաղը, չեկիստը, որովհետև կրկնում եմ, ինքը իրան դրել է այնպիսի վիճակում, որ ինքը պատերազմը դադարեցնել չի կարող եւ ինքը 1000 պատճառ կբերի, որ դա չանի։ Բայց ցույց կտա, որ ինքը ուզում է խաղաղություն, բանակցություններ, Կիրիլ Դմիտրիևին կուղարկի Վաշինգտոն, Սթիվ Ուիտկոֆը կգա հերթական անգամ Մոսկվա եւ այլն։ Մենք դա կտեսնենք, բայց դա կապիկություն է, իմիտացիա է։ Հասկանում եք։ Եվ ուկրաինացի զինվորները դուք ճիշտ եք, ասեցին, եթե նույնիսկ նահանջի հրաման լինի, մենք այդ հրամանը չենք կատարի։ Չենք կատարի, որտեղ մենք ստե արուն ենք թափում։ Զելենսկին ասեց, սահմանադրությունը ինձ արգելում է տարածք զիջել, ես իմ սահմանադրությունը չեմ խախտի։ Ինքը Նիկոլ Փաշինյան չի, որ սահմանադրությունը խախտի, որտեղ որ ամրագրված էր Հայաստանի եւ Արցախի վերամիավորումը, հասկանում եք։ Այսինքն մենք կտեսնենք էսկալացիա, նոր էսկալացիա, պատերազմը կշարունակվի, մինչև Պուտինյան ռեժիմը կփլուզվի։ Իսկ երաշխիքների թեման Ինչպես դա գործածելի է իրականության մեջ, կարող է նման երաշխիք տրվել նատոական համարյա Ուկրաինա։ Կարող է տրվել, եթե լինի զինադադար, բայց զինադադար չի լինի։ Հա, տեսեք, Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միջև ակնհայտ է որոշակի լավ, ես մեղմ ձևակերպեմ մարտավարության տարբերություններ։ Եվրոպացիները լինելով Ռուսաստանի հարևանը շատ անմիջական վտանգ են զգում եւ այս օրերին եվրոպացի առաջնորդի անգամ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը այն է, որ հաջորդը մենք ենք հավանաբար Ռուսաստանի ագրեսիայի։ Պուտինը այս մեկնաբանություններին հեգնանքով է վերաբերվում, խելագարություն է ասում է մտածել, որ Ռուսաստանը կարձակվի Եվրոպայի վրա, բայց եթե դուք այդպիսի անհանգստություն ունեք, մենք պատրաստ ենք այդ խելագարություն է, որ ես կարող եմ հարձակվել Ուկրաինայի վրա։ Ես շատ լավ հիշում եմ, որ նրանք հերքում են մինչև վերջին օրը իրենց իսկ ռազմական ագրեսիան, բայց կարող ենք այդ պայմանագրում գրել, որ չենք հարձակվի, խնդիր չկա, հա։ Կգրենք, հանգիստ եղեք։ Ամերիկացիները եւ Թրամփը ասում են մեզ Ռուսաստանից բաժանում է մի մեծ գեղեցիկ օվկիանոս, այսինքն ցույց տալու, որ անվտանգային ռիսկի կրող անմիջապես ԱՄՆ-ն չի եւ կա որոշակի նաեւ ԱՄՆ-ի կողմից այդ իրենց նաեւ ռազմավարությունում, հա, անվտանգության, որ այսինքն Եվրոպային հասկացում են, որ դուք պետք է ձեր անվտանգություն ապավեք։ Ճիշտ անում, այո։
Շատ լավ, եկեք հասկանանք այս տարակարծությունը ԱՄՆ, Եվրոպա ինչքան խորն է, թե ասենք 3 տարի հետո այս իշխանությունը ԱՄՆ-ում եթե փոխվի, միասնական արևմուտք ասվածը նորից կվերադառնա, ինչի մասին է սա։ Եթե Դոնալդ Այս փուլի մասին այս փուլում այո, ներկա Սպիտակ տան ներկա ադմինիստրացիան վարում է այս քաղաքականությունը, որ Եվրոատլանտյան միասնություն այլևս չկա, դուք ունեք ձեր խնդիրները, մենք ունենք մեր խնդիրները, դուք ունեք ձեր շահերը, մենք ունենք մեր շահերը, մեզ ձեզանից անջատում է գեղեցիկ օվկիանոսը, Ռուսաստանի վտանգը դա առաջին հերթին ձեր վտանգն է, նոր հետո երկրորդ, երրորդ հերթին մեր վտանգ եւ այլն։ Եվ դա ունի իր դրական կողմային առումով, որ Եվրոպան ստիպված պիտի արթնանա եւ մեծացնի իր բանակները, զինվի եւ այլն եւ հասկանա, որ առաջին հերթին իրենք պիտի մտածեն իրենց անվտանգության մասին, այլ ոչ թե հանգիստ վայելեն իրենց չաղ ու բախտավոր կյանքը իմանալով, որ ամերիկյան ձյաձը Սեմը իրանց կպաշտպանի։ Եվ մենք հիմա դա ենք տեսնում։ Գերմանիան գերզինվում է, Լեհաստանը գերզինվում են, նրանք մեծացնում են իրենց պաշտպանական ծախսերը, բանակի թվակազմը եւ այլն։ Զենքեր են գնում ժամանակակից հենց նույն ԱՄՆ-ից, որը ամենևին դեմ չի։ Իսկ ռուսական ագրեսիայի վտանգը։ Ռուսական ագրեսիայի վտանգը կա Բելարուսում Հենց հիմա Ռուսաստանը Բելարուսում կուտակել է 2 բանակային կորպուս 360-ից մինչև 400,000 զինվոր եւ գերմանական թերթերը եւ կարծեմ հենց անձամբ Ֆրիդրիխ Մերցը կանցլերը ասաց, որ չի բացառվում ռուսական ագրեսիա արդեն Եվրոպայի հանդեպ, Լեհաստան, Բալթյան երկրներ, միգուցե նաեւ Ֆինլանդիա, այնպես որ Պուտինը երբ որ զորքը կուտակել էր Ուկրաինայի սահմանին, էլի պապայի արև ասում էր չեմ հարձակվի Ուկրաինայի վրա, բայց հետո հարձակվեց։ Դա մեծ խաբեություն է։ Հավատալ Վլադիմիր Պուտինին նշանակում է լինել Վլադիմիր Պուտինի նման անբարոյական, որովհետև Վլադիմիր Պուտինը մեզ խոստանում էր խաղապահների միջոցով վերահսկել Բերձորի միջանցքը, ապահովել անխափանելու մուտքը, արցախցիների անվտանգությունը եւ այլն եւ այլն։ Լավրովին լսում եք վերջերս, որ ասում էր տվեք մի դաշնակցի անուն, ում նավաճանել ենք։ Դե Լավրովը Պուտինի նման մի անբարոյական է։ Լավ եկեք, նրանք են, բայց եկեք բան անենք, էլի մեր հեռուստադիտողներին հարգենք ամեն դեպքում։ Չէ, անբարոյական ասելով ես նկատի ունեմ մարդիկ, ովքեր այո, բազմիցս դրժել են իրենց խոստումները եւ որպես քաղաքական գործիչ ապացուցել են իրենց անբարոյականությունն ու սնանկությունը։ Տեսեք, մեզ համար եկեք մեր պետության եւ տարածաշրջանի համար այս պատերազմի նշանակությունը ո՞րն է։ Թվում է ինչքան հեռու ենք, այնքան էլ մոտ ենք, հա, Ռուսաստանը չունենք անմիջական սահման, բայց եթե կատաստրոֆիկ սցենարը տեղի ունենա, որ արևմուտքում որոշվել լուծաբաներ կանխատեսվում է Ռուսաստանը Ուկրաինային այսպես կուլ տալուց հետո անցնելու է հարավային Կովկաս, բռնի ուժով կամ փափուկ ուժով զավթելու ապա կենտրոնական Ասիա, արդյոք այդ սցենար չի չեզոքանում, որովհետև Ուկրաինան մի ոսկոր է, որ Պուտինը չի կարողանում կուլ տալ ամեն դեպքում, էլի, ինչքան էլ ասում է 300 բնակավայր եմ վերցրել, բայց տեսնում եք այդ պետությունը կա։ Այո, երբ որ մարդիկ ինձ մեղադրում են, որ ես գուժում եմ ռուսական կայսրության փլուզումը, ես հիշում եմ այն մարդկանց, ովքեր մեղադրում են Սուրեն Սուրենյանցից, որը ասում է, որ վաղը ձյուն է գալու։ Հասկանում եք։ Գագիկ Սուրենյանին, Գագիկ Սուրենյանին, հա, կներեք, Սուրեն Սուրենյանցին ականջկանչի։ Գագիկ Սուրենյանին, որը գուժում է, որ վաղը ձյուն է գալու։ Հիմա եթե ինչ որ մի բան լինելու է եւ ես դրա մասին խոսում եմ, ուրեմն դա ոչ թե լինելու է իմ ցանկության պատճառով, չնայած ես ամենայն ցանկությամբ ցանկանում եմ, որ Չարիքի կայսրությունը փլուզվի, այլ դա այն օբյեկտիվ իրականություն է, որում մենք գտնվում ենք։ Իսկ մեր տարածաշրջանում ինչ է դա տալու մեր տարածաշրջանին։ Ռուսական Չարիքի կայսրության փլուզումից հետո, ռուսական գործոնի իսպառ վերանալուց հետո հարավային Կովկասում հայ ժողովուրդը հնարավորություն կստանա վերջապես եւ վերջնականապես իր անկախ պետությանը միս ու արյուն հաղորդել։ Ռոբերտ ջան, մենք 35 տարի դա չկարողացանք անել, որովհետև կար ռուսական դիկտատ, ռուսական վերահսկողություն, ռուսական նեոգաղութացում, որովհետև մենք երրորդ հանրապետություն կոչված գաղութային համակարգը, քրեաօլիգարխիկ համակարգով պետություն էինք, որը իրականում գուբերնիա էր, որտեղ ամեն ինչ քաղաքական համակարգը, տնտեսությունը, բանակը, գազատարը, երկաթգիծը, ամեն ինչ մեդիադաշտը, իշխանությունը, այսպես կոչված ընդդիմությունը վերահսկվում էր Կրեմլից։
Եվ արևմուտքը ստիպված այդ փաստը հաշվի առնելով շատ բաներ չէր անում։ Երբ որ վերջապես կտրվի այն պորտալարը, որը մեզ կապում է այդ թունավոր պորտալարը, որը մեզ կապում է այդ մետրոպոլիայի հետ, մենք այդ ժամանակ կկարողանանք վերածնել առաջին եւ միակ հանրապետությունը ստեղծելով իրական ինքնիշխան պետություն, իսկ առաջի հանրապետությունը ես ուզում եմ հիշեցնել, որ եղել է միջազգայինորեն ճանաչված ԱՄՆ-ի կողմից եւ Ազգերի լիգայի կողմից միջազգային իրավունքի սուբյեկտ, անկախ պետություն, որը ենթարկվել է ռուս-թուրքական ագրեսիայի, օկուպացիայի եւ անեքսիայի։ Եվ առաջի հանրապետության իրավահաջորդության հռչակումից հետո մենք ավտոմատ կերպով կկարողանանք շատ հեշտ լուծել մեր առջև ծառացած բոլոր մարտահրավերները։ Այնինչ մենք հիմա տեսնում ենք Հայաստանի քաղաքական դաշտում, դա Ռուսաստանի թուլացման հետ զուգընթաց մաշվող եւ թուլացող երրորդ հանրապետության գահավիժումն է, որի զուգահեռ Թուրքիայի թելադրանքով ներկա այսպես կոչված իշխանիկները փորձում են այնպես անել, որ երրորդ հանրապետությանը փոխարինի չորրորդ հանրապետությունը, որը իր էությամբ թուրքական վիլայեթ է։ Այսինքն թուրքերը փորձում են զբաղեցնել գոյացող վակուումը, քաղաքական վակուումը, տնտեսական, քաղաքական դաշտին տիրանալ, իշխանություններ ստեղծելով Անկարայի հպատակ, ընդդիմություն ստեղծելով թրքահպատակ, որոնք ներկայանում են որպես արևմտամետ, բայց իրականում Նիկոլի Սազանդարներն են։ Տնտեսությանը տիրանալով, էլեկտրացանցերին տիրանալով, բանակին տիրանալով, եկեղեցուն տիրանալով, հա, Կրեմլահպատակ կաթողիկոսին փոխարինել պոլսահպատակ կաթողիկոսով։ Հասկանում եք, մի կաթողիկոս, որը արդեն Արարատի մասին չի խոսա, ցեղասպանության մասին չի խոսա, Արցախի մասին չի խոսա։ Սա հիմա մենք դա ենք տեսնում։ Իսկ արևմուտքը ժամանակավորապես հանդուրժում է սա, բայց սա մարտավարական քայլ է արևմուտքի կողմից, որովհետև արևմուտքը պետք հիմա ուզում է ռուսական գործոնը վերացնել Հայաստանում, օգտագործելով թուրքական թրքամետ լծակները, իշխանական եւ հարակից լծակները։ Երբ որ ռուսական գործոնը վերանա, արևմուտքը եւ հայ ժողովուրդը այլևս այդ նախկին ներկա խաղով կաշկանդված չեն լինի, հայ ժողովուրդը իր խոսքը կասի, հայ ժողովուրդը տեր կկանգնի իր երկրին, իր բանակին, իր տնտեսությանը, իր եկեղեցուն, իր շահերին, իր արժեքներին եւ արևմուտքը կհասկանա, որ այսուհետ պիտի գործ ունենա միայն ու միայն Հայաստանի միակ սուվերենի հայ ժողովրդի հետ, հարգելով նրա իրավունքները, ընտրությունը, շահերը, արժեքները եւ այլն։ Եվ դա կլինի շատ շուտով։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Գասպարյան, Ֆակտոր TV-ում հյուրընկալել ենք Վահե Գասպարյանին։